Հարգելի պարոն վարչապետ, հարգելի կառավարության անդամներ, հարցս ուղղում եմ Պաշտպանության նախարար պարոն Սուրեն Պապիկյանին։ Պարոն Պապիկյան, օրեր առաջ ընդդիմադիր պատգամավոր Թագուհի Թովմասյանը մի միտք հնչեցրեց, հարցապնդում արեց Պաշտպանության փոխնախարար նախարարի տեղակալ Արման Սարգսյանին, որ 25 թվականին ունեցել ենք 30 զոհ ծառայության պայմաններում, զինված ուժերում եւ հանրության համար անհայտ է թե այդ զոհերը ինչու են եղել, ոնց են եղել եւ պարզաբանում պահանջեց Արման Սարգսյանից օրեր առաջ այդ հարցապնդումից դուք ձեր ելույթում եւ հարցազրույցի ժամանակ զոհերին անդրադարձել եք, բայց փաստորեն պարզվում է որ հակասություն կա պատգամավորի ասացի եւ ձեր պարզաբանածի միջեւ իհարկե հասկանում եմ որ զինված ուժերում հաջողված բարեփոխումները նյարդայնացնում են որոշակի շրջանակներին եւ ամեն կերպ փորձում են ստվերել այդ ամենը հիմա ես խնդրում եմ որպեսզի պարզաբանում տակ 25 թվականին զինված ուժերում այդ պատգամավորի նշած 30 զոհի վերաբերյալ շնորհակալություն Հարցին կպատասխանի Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը, համեցեք պարոն նախարար։ Դահլիճում լռություն։ Շնորհակալ եմ հարցի համար, պարոն Խաչատրյան, հարգելի գործընկերներ, սիրելի հայրենակիցներ, սա մի հարց է, որը այո պարզաբանման կարիք ունի, որովհետև ես ասուլիսի ընթացքում հնչեցրել եմ իրական պատկերը, հասկանում եմ, որ շատ դեպքերում զոհերի եւ մահերի հարցը շահարկելը որոշ քաղաքական գործիչների կամ քաղաքական թիմերի իրենց կարծիքով կարող է բերել ինչ-որ քաղաքական հաջողություններ եւ դիվիդենդներ, բայց սա մեղմ ասած սարսափելի եւ նողկալի է, սիրելի ընկերներ։ Ուրեմն նշեմ 2025 թվականի վիճակագրությունը 2025 թվականին ծառայության հետ կապված ունեցել ենք 6 մահվան դեպք, որից մեկը կայծակնահարության, մեկը հոսանքահարման, երկուսը ցավոք ինքնասպանության եւ երկուսը առողջական խնդիրներով։ 25 թվականի հունվարի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում մահացել է Ինչու ենք նաև նշեմ մահացել զոհվել, որից երևի օգտվել են, որովհետև 30 թվի մեջ կան նաև այո զոհեր։ Դրա համար պատասխանը հնչել է մահացել, զոհվել է 30 զինծառայող, բայց դրա մասին չէ դա, որ 30 մահը բոլորը զոհեր են։ Խոսքը նաև կենսաբանական մահերի մասին է եւ 24-ը ծառայության հետ չկապված հանգամանքներում մահվան դեպքեր են։ Այդ թվում նաև հիվանդություններից, տարբեր դժբախտ պատահարներից։ Սա է պատկերը, հարգելի պարոն Խաչատրյան։ Ծառայության հետ կապված 6 դեպք է, մնացած 24-ը ծառայության հետ կապված չեն, ծառայությունից դուրս են։ Այդ թվում տանը ճանապարհային երթևեկության խախտումների պայմանների բերումով, վթարի բերումով։ Այո Խնդրեմ արձագանք։ Դահլիճում լռություն։ Շնորհակալություն պարոն Պապիկյան, փաստորեն պատգամավորի հարցապնդումը եւ իրական պատկերը 170-ից չնու տարբերվում են միմյանցից, մեկ բանը ճիշտ որ այդ ամեն ինչի մեջ հնչում է 30 թիվն է, փաստորեն մենք ունենք 6 մահ ծառայության հետ կապված, այն էլ կայծակի հարված, հոսանքից, ինքնասպանության 2 դեպք, հա, եւ առողջական պատճառներով եւ 24 դեպք ունենք մահվան դեպք ծառայության հետ չկապված հանգամանքներում։ Սա է մեր արձանագրումը եւ Այո, ամբողջությամբ հաստատում եմ իմ կողմից հնչեցված եւ ձեր կողմից վերահնչեցվածը։ Եվ կոչ եմ անում պատգամավոր գործընկերներին, քաղաքական գործիչներին չդառնալ մահվան եւ ողբի մունետիկ։ Դա լավ բան չէ։ Շնորհակալ եմ։ Շնորհակալություն, համաձայն եմ։